Տիգրան Մանսուրյանը կոմպոզիտոր առաջին անգամ մեզ լսեց եւ մեր ցայնակրությունը ղրկեց ECM Records-ի հիմնադրին Մանֆրեդ Այխերին եւ այդ ցայնակրությունը աշխարհի ամեն կողմ մեծ հաջողություններ ունեցավ Edison մրցանակը շնորհեցին մեզի 2012 թվականին Edison մրցանակը այն մրցանակն է որ մեզ մի առաջ Շարլ Ազնավուրը ստացած էր կամ հայտնի թեմքեր Beatles-ը Miles Davis-ը Stravinsky-ին պատերազմի տարիներուն մենք փուրչամուտ կապրեինք եւ համասկայնի երաժշտություն չէ բայց պատերազմ եւ երաժշտություն այո անշուշտ պատերազմը դխուր կողմն է որտեվ ծնած օրս մինչեւ 12 տարեկան ընդալս ես պատերազմի մեջ մեծացած եմ եւ ասենք չէ մենք պատերազմի մեջ ծնանք եւ չի վերջանալու այո շատ քաղաքներ երբևէ չէր հնչած հայկական երաժշտություն կամ օրինակ Չինաստան անցյալ տարի էինք ամենակարևոր սրահները 4 քաղաք իրենց սոցիալական գայքերը հերոստանգերություն օրինակ Շանհայի հաղորդում պատրաստեցին մեր մասին եւ միլիոնավոր լսարանի հասավ ամեն համերգները հետո ես գիտեմ ամեն տարի բազմաթիվ հարյուրավոր մարդիկ կան Հայաստան գայցելեն եւ մեր համերգները ողջևորված քաչալերված Գարիք ունենք Հայաստանի բարակային մշակութային որոշակի մշակութային քաղաքականության վերափոխումներու եւ առհասարակ մշակութային քաղաքականության Հայաստանեն դուրս ներկայություն ապահովելու գտվի որ ինչպես ես տունալ գահավադաս որ մեր զենքը միայն անօտաչու սարքը չէ մշակույթն է Եկեք անգերց խոսենք Բարև ձեզ հարգելի ագնտիրներ այսօր եկեք անգերց խոսինքը Լևոն Էսկենյանին հետ էր երաժիշտ դաշնագահար նաև Գյուրջիև անսամբլի հիմնադիր տնօրեն խոսանք արվեստի մասին հատկապես երաժշտության ուժի նաև մեր ազգի ունեցած ներուժի մասին որ դարբեր հանգամանքներու բերումով այս օրերուն քիչ մը գարձեք գծգված է մեր երազն է մեր փապակն է որ արվեստը դարածվի աշխարհով մեկ որովհետև ինչպես որ իմ հյուրս համաձայնեցավ նաև արվեստը դիվանագիտական փափուկ բայց կարևոր ուժ կներկայացնի այս բոլորի մասին եկեք անգերց խոսինքով կացինք եկեք անգերց խոսենք Բարի եկած ես Լևոն գիտեմ որ երկար ժամանակի վեր երաժշտական աշխարհի մեջ ես հիմնադրած ես շատ կարևոր խումբ Գյուրջիև անսամբլը հիմնադիրն ես ղեկավարն ես հետաքրքրական է որ գիտես սպիրկի մեջ շատ հաճախ հանդիպած եմ որ մեկ դունին մեջ բոլորը երաժշտական կամ ասենք նկարչական հագում ունենան սերը ար երաժշտություն ուրգեգու կակու բարակայդ նախ եւ առաջ շնորհակալ եմ Սակո հրավերի համար միշտ կհետևիմ հաղորդումներուդ Լիբանան ծնած եմ մինչև 18 տարեկան ապրած եմ Լիբան այդ պատերազմի տարիներուն էր նախ սկսեցին այն որ հայրս շատ երաժշտասեր մարդ էր եւ նաեւ կնվագեր բայց արեստավոր էր նույնը նաեւ մայրս շատ երաժշտական է եւ տարբեր ոճի երաժշտություններ կլսեին արդեն իսկ տան մեջ Եվ Հայաստանի ռադիոն միշտ կար եւ առհասարակ դասական եւ տարբեր երաժշտություններ եւ վերլուծություններ միշտ հայրս կփերեր օրինակներ ռոքի երաժշտության ռիթմերը որտեղեն առնված է եւ այլն գուքար ջազի մասին գխոսեր եւ այն ասպաները կար բայց բացի այդ մի քանի հանգամանք կա հայրս այնտեպցի է մայրս կոթահիացի է Հայրս երաժշտասեր է, մայրս երաժշտասեր։ Մայրս նաև կոմիտասի ասկագից է, ասկական է։ Իմ մեծ հորս մայրը Սողոմոնյան էր։ Եվ նույն շենքը կապրեին կոմիտաս վարդապետի հետ Կոթահիայի մեջ եւ ասկական էին։ Այդպիսի ժառանգական կապ կհավատան որ կա եւ մյուս կողմեն պատերազմի տարիներուն մենք փուրչամուտ կապրեինք եւ համասկայնի երաժշտություն չէ բայց պատերազմ եւ երաժշտություն այո անշուշտ պատերազմը դխուր կողմն է որտեվ ծնած օրս մինչեւ 12 տարեկան ընդալս ես պատերազմի մեջ մեծացած եմ եւ ասենք չէ մենք պատերազմի մեջ ծնանք եւ չի վերջանալու այո դժբախտաբար այդպես է թիմադրողականություն ունենաս ադամը ինչին ուրիշ հայացքով գնայիս գիտես
Եվ անշուշտ Բուրչամուտ համասկային երաժշտանոցը բացվեցավ, ես այնադեն 9 տարեկան էի եւ հայրս ուրախացավ, որ վերջապես բան մգա եւ շատ մոդ էր մեր տանը եւ եղբորս եւ ինձ քրանցեց համասկային, եղբայրս Չութակ, ես դաշնամուր, հետո անշուշտ քույրս տարիներ հետո ինքն էլ սկսավ առաջ դաշնամուր, հետո ֆլյուտ Եվ բոլորը դալ հաստատված անուններ եք։ Բոլորս երաժիշտներ ենք, ես դաշնագար եւ անսամբլը հիմնեցի կխոսենք ադոր մասին, եղբայրս շուտագար է, քույրս ֆլյուտիստ, իրենք Զվիցերիա կապրին, Բազել քաղաքի մեջ, եղբայրս խորացավ հնակույն եվրոպական երաժշտության մեջ, Բազելի շկոլա կանտորիումը ավարտեց, բարոկ շուտակ, բայց մինչև այդ Հայաստան ինքը սորվեցավ ավարտեց, քույրս երկու եւ բարոկ ֆլյուտ եւ ժամանակագից եւ այդպես Անգերց խոսենք։ Ինչու Հայաստանը ընտրեցիր որպես ուսման շարունակության հերանեկար հնարավորություն եւ Հայաստանալ մնացիր պաստորեն Հայաստան գաբրիս եւ Հայաստանի մեջ կստեղծագործես, չէ՞։ Այո, ուրեմն ստեղծագործական հակումներ ունեի եւ երաժշտություն գրեի դիպանի մեջ եւ միաժամանակ անշուշտ կհետեւեի դաշնամուրի ուսուցիչ ունեի Մայք Աշչյանը Հայաստան սորված եւ ինքը բավական քաչալերեց որ Հայաստան կամ ես իմ մտադիր էի Գերմանիա երթամ բայց քանի որ հայկական երաժշտությունը ինձ շատ կհետաքրքրեր ուզեցի մի քանի տարի քալ Սորվին հոս լադերը կոմպոզիցիա ուր պիտի սորվիս ուրիշ եւ ուսումնարան ընդունվեցա 96 թվականին եկա Հարազատ զգացիր տունքեր շատ առաջին այդ տարիներուն բոլորը ջամփորդ էին Հայաստանեն դժվար դերևս դժվար տարիներ էր ասին մեկնելու տարիներն էին այո էլեկտրականություն Այո, վերջերն էր, մինչև այդ ավելի շատ ծանր եղած է, վստահ եմ, ես չեմ տեսած, բայց 96-ին դեռ դժվար տարիներ էին։ Եկա Զաքարը Քեշիշյան հոս ծանոթացանք հանդիպեցանք, օգնեցին Զաքարին։ Այո, օգնեց բավական հրաչը կար նկարիչ իր դունը մնացի առաջի մի քանի օրերի շատ հետաքրքիր այո նկարիչ հետաքրքիր է ասպատմում որովհետև ես որոշեցի Հայաստան պիտի կամ բայց ծանոթ մարդիկ չկային հերական ինգազի դեսեր ծնող համոզեցի հորս մորս եւ այլն եւ օթանավի մեջ հրաչին ծանոթացա խնդրեցի ցիգրնամ դունդ մի քանի օր մնալ եւ այդպես ինքը շատ բարեհամբույր դունը մնացի հետո Զաքարին ծանոթացուց Զաքարը օգնեցին ուսումնարան ընդունվեցա, հետո դուն վարձեցի մեկ շաբաթ հետո, բայց մարդիկ, որոնք երախտաբար դեմ շնորհակալ եմ, որոնք ինձ օգնած են ի սկզբանե։ Եվ այդպես սկսավ ջամփորդությունը դասենք։ Այո, եւ հետաքրքիր բան է, որ ես կոնսերվատուար ընդունվեցա, հետո 2000-ին 2005 սորվեցա Եվ ամեն տարի մտադիր էի մի քանի տարի եւս սորվիմ, հետո Գերմանիա բիդերթամ 2005-ին ավարտեցի վերջ ասպիրանտուրա ընդունվեցա ամեն տարի միտքս էր պիտի Գերմանիա երթամ, բայց հետո Նարեկացի արվեստի միության քերարվեստական ղեկավարի Բաշտոնի հրավերը եղավ, շատ մեծ դպրոց էր անշուշտ շատ խիտ արորիայով տարիներ էին 2005-ին 2014 Նարեկացի արվեստի միության քերարվեստական ղեկավարն էի բայց մինչև այդ հետաքրքիր բաներ կար Արարատ Սարգսյանի ցուցահանդեսներն մեկն էր եւ իր պրոյեկտները մեկն էր որտեղ փնտրել դրախտը եւ հետաքրքիր մեջս վերլուծություններ եղան որ մարդը միշտ իր անցեն դուրս կփնտրե դրախտը, բայց Միչայելոց դրախտ մեր մեջ է գսեն, չէ։ Ճիշտ է, բայց եթե եւ մեկ անգամ Դիկրամ Մանսուրյանի հետ հանդիպման ժամանակ էր անգեղ ծրույցներու մեջ եւ արտիկ կացած էինք իր հետ եւ ինքը պատմեց որ տարիներով արտիկ են ելել է հետո միշտ խուսափած է, բայց հետո բամը արդահայտվեցա որ եթե քու նպատակդ Աստծուն հասնելն է
կարևոր չի աշխարհի որ ծայրն ես թուն քու ճանապարհդ կգտնես եւ ադի բավական քաչալերական է որովհետեւ ես կուզեի հոս մնալ կորձենությունս հոստեղեն լա Հայաստանն լա իմ հետաքրքրությունը հայ մշակույթն է եւ այդպես անսամբլը հիմնեցի եւ ստարտ մտվիր այո շատ հետաքրքրական է այդ անսամբլի բարական որովհետեւ անունը անգամ քաշողական բան ունի Գյուրջիևը մեր մշակույթի մեր իմաստասիրության կարևոր թեմքերը մեկն է եւ գրեթե ամենաչփածահայտվածը ինչու Գյուրջիև ինչ պայմաններու դակ եւ ի վերջո ինչու այս անունը ընտրվեցավ ինչն էր քաշողականը չփածահայտված դրսամ ասել քիչ բացահայտված ավելի շատ մեծի համար ճիշտ է Գյուրջիևը մեծակույն փիլիսոփաներ են 20-րդ դարի եւ մեծ աստեցություն ունեցած է մեծ թեմքերու վրա աշխարհի Ստիվ Ջոբսը սկսյալ որ իր սիրած 10 քիրքերեն մեկը Գյուրջիևի քիրքը եղած է հանդիպումներ ականավոր մարդկանց հետ Գյուրջիևը Գյումրիեն սկսած է իր ճանապարհորդությունը բրբդուկներու մեջ եղած է ճշմարտության որոնումներու մեջ եղած է եւ մի խումբ մարդկանց հետ ճանապարհորդություն սկսած է Գյումրիեն, Պարսկաստան, այսինքն անի բեղումներն սկսյալ, ուր հայտնաբերած է հնակույն մադյան, հնակույն ուսմունքի մասին եւ հարցեր մեջ առաջացած են եւ սկսելով Հայաստանեն, Պարսկաստան, Միջին Արևելք, հասնելով Թիբետ, Հնդկաստան կամ Քաշկար եւ այլն եւ հետո վերադառնալով Ռուսաստան, հետո Հայաստան, Վրաստան իր դպրոցը հիմնած եւ հետո սովետի սկիզբը ճամփորդած Ֆրանսիայի մեջ հիմնած է իր դպրոցը շարունակելով այնտեղն հետո ամբողջ աշխարհ տարածվեցավ այսօր ամեն քաղաք կարևոր մայրաքաղաքները աշխարհի կա Գյուրջիևի դպրոց Հնդկաստանեն, Չինաստանեն, Հայաստանի մեջ կա աշխարհի ամեն տեղ մինչև հարավային Ամերիկա, Եվրոպայի բոլոր քաղաքները իր ուսմունքը ներկայացնում իր մեթոդները ուսմունքը եւ կան ինչ էր գաբը Գյուրջիևին հետ ինչպես բացահայտեցիր առաջին հերթին երաժշտության միջոցով էր նախ ասեմ ամենաառաջին անգամ որ լսեցի Գյուրջիևի մասին Լորիս Ճկնավորյանի դղան Զարեհը ֆիլմի ռեժիսոր է եւ ինքը առաջին անգամ նշեց Գյուրջիևի մասին Ես եւ Գինս էինք Լուսիեն Գրիգորյան Գինս Գյումրեցի է, բայց չէր լսած Գյուրջիևի մասին շատ հետաքրքրեց մեզի հետո մեկ դոկումենտարի մտեցանք հետո ցայնակրություն փնտրեցինք հրաբարագի վրա Մարիոթ հյուրանոցի ներսը խանութ մգար կդանք ցայնակրությունը անիալեխների կատարմամբ Դավճուտակ հետո հիմա մոտ ընկերներ են իր հետ անշուշտ եւ շատ տպավորեց մեզի նախ ես շատ հարազատ զգացի որտեվ միջին արևելքի շունչ կար անշուշտ եւ Գինս որպես Գյումրեցի զգացինք որ մեր երաշունն է աս եւ հետո խաղապարներ առաջացավ Գյուրջիև որտեվ Թաշնամուրի համար գրած է բայց հիմքը արևելյան է իսկ Եթե փոխադրենք իդ ավելի հասկանալի պիտի չլար, ավելի հասկանալի պիտի լար եւ այդ աշխատանքը սկսեցա Թաշնամուրային երաժշտություն փոխադրելու հայկական նվագարաններու եւ միջին արևելյան նվագարաններու հոս ինձի շատ օգնեց իմ Լիբանանի մեջ ապրած տարիներս որ ագամա Եվ արաբական երաժշտություն, քրդական, ասորական, հունական առնչություն ունեցած եմ, բոլորս ունեցած եմ։ Սպիրկահայու երկմշակույթ, երամշակույթ, այդ 3D վիճակը, չէ՞, որ բոլորը մեկ այսպես հավաքվին իրար։ Եվ հատկապես Լիբանանը, որ այդ բոլորը կա։ Որ օգտվեցար ու ասենք ունեցած բաները ներուժ։ Intuition-ն է, դե արդեն Ատկե բացի պետք է սկսես արդեն ուսումնասիրել, որ ավելի գիտական հիմքերով վրա լատամ ինչը եւ այդ աշխատանքը սկսա եւ հիմնեցի անսամբլը
2008 թվականին եւ առաջին համերգներ ունեցանք Գյումրի, Վանաձոր, Երևան, հոն Դիքրամ Մանսուրյանը կոմպոզիտոր առաջին անգամ մեզ լսեց եւ մեր ցայնակրությունը ղրկեց ECM Records-ի հիմնադրին Մանֆրեդ Այխերին, ինքը շատ հայտնի պրոդյուսեր է եւ հավնելով ինքը մեր առաջին ցայնակրությունը հրադարագեց եւ այդ ցայնակրությունը աշխարհի ամեն կողմ մեծ հաջողություններ ունեցավ Edison մրցանակը շնորհեցին մեզի 2012 թվականին Edison մրցանակը այն մրցանակն է որ մեզ մի առաջ Շարլ Ազնավուրը ստացած էր կամ հայտնի թեմքեր Beatles-ը, Miles Davis-ը, Stravinsky-ն եւ այլն եւ այդպես սկսանք հրավերներ ունենալ շատ եւ սկսակ ծեր ճամփորդությունը այս անգամ չէ այո եւ առաջնահերթ Գուրջևի երաժշտություններ, հետո մեր ծրագիրը ընդլայնեցինք Կոմիդասի դաշնամուրային ստեղծագործություններու փոխադրություններն էր, երկրորդ ցայնակրությունը, հետո այս երրորդը, որ նաև Բաղդասար Թբիր, Սայեդ Նովադ Ջիվանի Գուրջևի հետ, անշուշտ մեր ծրագրի մեջ հայ հոգևոր երաժշտություն ալ կա եւ ժողովրդական տարբեր ձեսերու երաժշտություններ եւ այդպես 30 երկիր 150 քաղաք կարևոր փառատոններ եւ համերգասրահներ հայկական երաժշտություն այնպիսի դերեր ստորագրությունը դրիկ ցավը այո եւ շատ կարեւոր էր որ այդ շատ քաղաքներ երբևէ չեր հնչած հայկական երաժշտություն օրինակ Չինաստան անցյալ տարի էինք ամենակարևոր սրահները 4 քաղաք եւ իրենց սոցիալական գայքերը հերոստանգերություն օրինակ Շանհայի հաղորդում պատրաստեցին մեր մասին եւ միլիոնավոր լսարանի հասավ եւ ամեն համերգները հետո ես գիտեմ ամեն տարի բազմաթիվ հարյուրավոր մարդիկ կան Հայաստան գայցելեն եւ մեր համերգները ողջևորված, քաչալերված կուզեն ավելի շատ բացահայտեն հոս մշակութային քաղաքականության մասին պետք է կարևորենք, որ ինքը իր կարևոր թեր ունի։ Ես որ երբեմն չենք արժևորել ըստ արժանվույն, չենք գիտակցել։ Երբեմն հաջող չենք արժևորել։ Այո, եւ Հայաստանի պետությունը պետք է այդ մեկ ավելի լավ ընկալի հասկանա եւ մեր սփյուռքը պետք է մենք ընկալենք, որովհետեւ սփյուռքի մեջ հաջող երբ երաժիշտ հրավիրած են հայկական համայնքներու ուժերով եւ միջավայրի մեջ անցած է, բայց մեր խնդիրը ավելի կարևոր խնդիրը ոգեշնչելն է ոչ հայ լսարանին, որտեվ մշակույթը կկոյադեվի գաբրի երբ որ դու ոգեշնչես այլ ազգեր սկսին գրողը դառնալ մենք երբ խոսենք նարեկացի մասին մադյան ողբերգություն գհբարդանանք հբարդանան ամենավտանգավոր բաներն մեկն է որտեվ իր մեջ ձուլացնելու հատկություն ունի քանի հոգի կարդացած է մադյան ողբերգությունը մեծամասնությունը հբարդացողներու կարդացած չեն բայց այն մարդը ոչ հայ որ կարդացած է եւ կսիրե ինքն ալ հայ է կրնա ավելի շատ հայ է քան այդ հայը որ հայկական մշակույթի գրողը չէ դերյակ չէ նույնիսկ կամ միայն հբարդանա ադի ասկա գործան վիճակ է նաև մարդ էյության գործանման վիճակ է որտեվ մարդը միշտ հագում ունի ձլանալու ինքն իր վրա չաշխատելու դու անընդհատ պիտի փորձես ինքդ քո վրա աշխատելու Գուրջևի ուսմունքի հիմքը ад է որ ինքնագրտում հա ծևումը նախ եւ առաջ ինքդ քեզ ճանչնալը դու երբ քեզ կճանչնաս թիմացինիդ կրնաս հասկանալ երբ դու մարդու էյությունը ամենաարագ քեզ կրնաս դիդարգես անընդհատ պետք է դիդարգես այն վարյանին որ չդիդարգես կսկսես շատ սխալներ կործել եւ մարդը հաջող մեխանիկալ դառնալու հագում ունի Գուրջևի ուսմունքի հիմքը ад է խաղապարները որ փոքր երեխան ավելի
զգացմունքը, միտքը եւ մարմինը շարժողական մասը ավելի համահունչ կաշխատին իրար հետ։ Ժամանակի ընթացքին արտաքին կորձաններու աստեցության դակ մարդը կսկսի փթանալ կամ միտքը կփթանա կամ զգացմունքը կփթանա կամ մարմինը եւ իրար հետ կսկսին չաշխատել։ Ինքնաթիդարկման միջոցով, վարժություններու միջոցով ինքը կփորձե այս 3 կենտրոնները փորձել այո, իրար հետ զարգացած ցևով իրար հետ համահունչ զարգանան։ Իր քրքերու միջոցով, բարերու միջոցով, երաշտության միջոցով, ինքնաթիդարկման վարժություններու միջոցով եւ այդ Բելզեբուբի հեքիաթները իր թորանը արդեն քննադատություն է մարդկությանը։ Այնտեղ մարդու սկզբնական շրջանի պատմության շումերներեն առաջ նույնիսկ մինչև մեր օրերս ինքը վերլուծական է։ Եկեք անգերց խոսենք։ Լևոն պիտի հարցնեի այսքան այս մեծ աուրաներու մասին խոսեցար շատ գեղեցիկ եւ շատ մաքուր այսօրվա Հայաստանի մեջ քու աբրած արորիայի մեջ բավարար հոգևոր դարաձություն մգա այս բոլորը գիրարելու որովհետև գիտես յուրաքանչյուր քաղաք ռիթմ ունի եւ յուրաքանչյուր քաղաք ցևով մը գարտնա ցևով մը գշնչե ցևով մը գործե եւ այն քաղաքեն որ գուքանք մենք երկուքս Բեյրութեն այնտեղ գարզես մշակութային համագարկ մը չի գար գային գղզիակներ ուր մենք մշակույթ կսորվեին կամ դբրոցներ ճարաճ նշեցիր համասկայանի դբրոց բայց հավաքական իրավիճակ մը չի գար ի դարբերություն սովետական Հայաստանին որ գրծած էր ինչ որ հագարակ քրիստոնեական ընկալումներեն հերոլալու ար երևույթ բայց ստեղծած էր արվեստի որոշ ոճապանությունը ինչպես ասեմ օպերա կոնսերվատուար, երաշտանոց, կամ դարբեր սարքավորումներ ու դպրոցներ, այսօր գա դինամիզմը Երևանի մեջ, տուն ինչ կնգալես, որովհետև ասեմ, որ իզարմանս շատ-շատերու, մինչև հիմա ալ սպյուրքեն երդասարտներ գուկան և հոս երաշտություն գուզեն սորվիլ։ Ինչպես կքնահատես մեր այսօրվա իրավիճակը, որ փորձենք տապանցել, թե մենք այսօր այդ մեծ մենք մշակույթ տված, մենք կոմիտաս տված ժողովուրդ ենք ի վերջո, բայց անհատներ են, հավաքական չէ մեր ընկալումը, եւ ադիգա լուրջ խնդիր է, այսինքն մենք մեր փողոցը եւ մեր հոգեվոր արժեքներ գրող մարդկանց սրահները իրար հետ չեն փոխկապակցվիր։ Մեր քու թրթիրը քու մեջդ կմնա եւ չի դառնար արցականք, չի դառնար արորիա։ Տուն մեղ չունիս հադոր մեջ, բայց իրավիճակը որ գաբրինք այդ է, որովհետև այն վարորդը որ մեզի դում պիտի հասցնե, այն վարորդը չի լսեր Կոմիտաս, չի լսեր Գյուրջիև անսամբլ, ոչ ալ նույնիսկ գիտե որ մենք ուր թերացած ենք ասոր մեջ, ես թուն հանրությունը, քիչ բարդ է հարցի դարգումս։ Այո, իր դարբեր շերտերը ունի, անշուշտ արվեստը հոգևորի հետ շփման միջոց է, քրիստոնեության մասին խոսեցանք գրոնեն անգախ քրիստոնեությունը նախ այդալ արժեք է մենք երբ կսենք քրիստոնյա ասենք բայց այդ արժեքի որքանով գրողներն ենք նախ քրիստոնեությունը ինչքանով ընկալած ենք հասկացած ենք ոչ միայն քրիստոնեություն կարծեմ մեզի համար կարևոր է յուրաքանչյուր հոգևորով սպավող կամ առհասարակ յուրաքանչյուր մարդ պետք է ուսումնասիրի եւ քրիստոնեությունը որ ինչու նաեւ իսլամիզմը, բուդդիզմը, հինդուիզմը որ հասկանա յուրաքանչյուր կրոնի զարգացման ցևերն ու մեթոդները եւ էությունը բոլորնա մարդասիրական կրոններ են իսկ արվեստը իր մեջ շատ բան կպարունակի դարբեր խաղապարախոսություններ եւ հոգեվորի հետ շփման միջոց է հիմա այս օրերուց Հայաստանի մեջ ավելի գենցաղը
դժվարություններ անշուշտ շատացած են ի դարբերություն մի քանի տարի առաջ ես գիշեմ կամ նույնիսկ ամենասկիզները որ եկած է հիմա երթալով կենցաղը շատ դժվարացած է Հայաստանի բնակիչներու համար եւ որքան դժվարություններ կշատնա մարդու առօրյայի մեջ այդքան ցանկությունը կմեզնա մեկտեմը որ հոգեվորով փորձել լրացնել ադամը ինչը եւ մարդու փերը որքան ծանրը լա այդքան արդյունավետ կրնային կդառնան անշուշտ այդ մեկը գա լուծումներ որոշ դժվարություններ ու լուծումներ գտնելու ժամանակն է հատկապես այս կենցաղային դժվարություններու մեջ իսկ առհասարակ մշակույթը ժողովրդին հասանելի դարձնելը համագարկային խնդիր է ոչ միայն Հայաստանի մեջ այլ նաև այս նույն խնդիրը կա Սփյուռքի մեջ որ ինչպես նկարագրեցի Սփյուռքի մեջ որտեվ ես 30 երկիր կացած շփում ունեցած եմ տարբեր երկրներու մեջ տարբեր համայնքներու մեջ եւ հին ցևերով է որ աշխատին բոլորը մինակնին աշխատին պետք է լա համագործակցություն partnership-եր տեղի պրոֆեսիոնալ կազմակերպություններու հետ այս մեկը Սփյուռքի մասին է երբ որ բամը կկազմակերպես դու մինագդ եթե ես նախ ռեսուրսներդ ավելորդ ցևի կվատնես քիչ արդյունք ստանալով երբ որ կմիացնես ուժերդ շատ քիչ ռեսուրսներով որտեղ բոլորը գուզեն դեղի համայնքներու հետ աշխատել դեղացի պրոֆեսիոնալ կազմակերպությունները ասենք հացարակ օրինակը համերգը հայկական համայնքը շատ ավելի մեծ գումար պիտի ծախսե օրինակ մտամ մենք անցյալ տարի հունվարին Ամստերդամի մեջ համերգը պետք է ունենայինք ինձ թիմեցին որ իսկ այդ գուկակ կոնցերտ կեբավի մեջ համերգ տալու եթե մենք ալփամը կազմակերպենք հրավիրենք Դենհագի թատարանի ասենք թատավորներին եւ այլն ես առաջարկեցի իսկ ինչու չմիանակ ամենակարևոր սրահին հետ Հոլանդայի կոնցերտ կեբավի թակավորական սրահն է եւ իրենց հետ համագործակցաբար մի քանի դոմս առնեք հրավիրեք այդպես ըրին եւ շատ ավելի քիչ ծախսերով շատ ավելի մեծ արդյունքներով հասան իսկ ինչ կվերապերվի Հայաստանի մեջ մենք խնդիր ունենք Երևանեն դուրս զարգացնելու ամեն ինչ շատ մարզերու մեջ շատ որտեվ կան քաղաքներ մշակութային քաղաքներ եղած են կան գյուղեր բացարձակ առնչություն ունենալու առիթ մշակույթի հետ ինչ պետք է անեն կառավարությունը մեկ կողմեն պետք է աշխատի նաև պետք է հասարակական կազմակերպությունները աշխատին եւ պետք է ցանկությունը լա թերևս կան հին ոճեր հին սիստեմներ սովետի եկած որ ճիշտ է սովետի ժամանակ արվեստը առաջնային էր այդ ժամանակվա համար կային մշակված համագարկեր որ այդ ժամանակվա համար արդյունավետ էին բայց այսօր ոչ նախ ռեսուրսներու ավելորդ մսխումը կրնամ ասել որտեվ մեր օրինակով եթե տամ մեր օրինակով օրինակ իմս pedagogan խումբ չէ բայց ամենաշատ համերգներ տվող խումբն է Հայաստանեն դուրս որպես հայ երաժշտություն կամ հայկական նվագարաններու համույթ բայց մենք pedagogan անշուշտ աջակցություն չունենք իսկ կողքին կան կրնալ 10 խումբ հայկական նվագարաններու համույթներ որ pedagogan խումբեր են եւ այն մեկու տարեկան ծախսը կքերազանցե օրինակի համար $100,000
կամ $50,000։ Այսինքն մենք նաև գարիք ունենք Հայաստանի բարակային մշակութային որոշակի քաղաքականության։ Մշակութային քաղաքականության եւ վերափոխումներու եւ առհասարակ մշակութային քաղաքականության Հայաստանին դուրս ներկայություն ապահովելու։ Որտեվ ինձ գտվի որ ինչպես ես տունալ գահավադաս որ մեր զենքը միայն անօտաչու սարքը չէ մշակույթն է չնայած այս վերջին փուլին մենք ահավոր անգումի մեջ էինք տարբեր հանգամանքներով բերումով եւ կարծեք մենք քիչ մշակույթեն այսպես միդումնավոր գերբով ոչ թե թողլքելու այսինքն մենք վստահության բագասմ ունենք մշակութային մեր հարստություններուն եւ կարողության եւ ադի վտանգավոր է ես օրինակներ տամ որ այդ կորձիկները որ հիմա մենք ունենք մեր անսամբլի մեջ թար դուդուկ կամանչա եւ այլն մեր հարևան երկիրները արդեն մեծ չանք կորզատրեն վարպետանալու ադամի ինչի մեջ նույն դուդուկը հիմա հայերը դեռևս լավ կնվագեն կհամարվի հայկական կորձիկ բայց վաղը մույսօր կասկածելի է նույն օրինակ թար եթե կորձիկը մեր անսամբլեն երաժիշտներն խնդիր ունեցավ արդեն Հայաստանի մեջ վերանորոգողը չի կար ինքը ճամփորդեց Պարսկաստան որ վերանորոգի կա վարպետները խնդիր է աս բայց մի քանի բան պատմեմ մշակութային քաղաքականություն եթե կրնանք ասել փափուկ ուժ է բայց միաժամանակ ոչ միայն այդպես օրինակ Հայաստանը օրինակ մտամ Հունգարիայի հետ հարաբերություններ չունի եւ մենք երկու անգամ ելույթ ունեցած ենք Հունգարիո մեջ իրենց հրավերով առաջին տարի 2017 թվականն էր հարցեմ մեկ անգամ 2021 թվական էր թե 22 առաջին տարին անշուշտ երբ ելույթ ունեցանք թերթերը գրեցին Գուրգեն Մարգարյանի մասին նյութը բացին թեմա դարձավ այո եւ անշուշտ լրագրողները եկան ներողություն խնդրեցին եւ որ իրենց պետությունը այսպես հաջորդ անգամ բادرազմեն հետո էր եւ քերիներ կային Ադրբեջանի մեջ երկրորդ անգամ Պարտոկի երաշուն եւ կոմիտասի երաշան ծրագրով մենք ելույթ ունեցանք Հունգարիո մեջ Պարտոկը իրենց կոմիտասն է ամենահայտնի կոմպոզիտորն է հունգարացիներու որ իմիջայլոց բացի հունգարական երաշունը հավաքագրել է նաեւ ինքը արևմտյան Հայաստան այցելած է 1930-ականներուն եւ քրի արած է ֆոլկլորային երաշուն նաև հայկական գյուղեր է արևմտյան Հայաստանի եւ այդ ամբողջ հադորը գրված է անվանված է թուրքական ժողովրդական երաշուն հիմա այդ հայկական կորձերը որ ինքը հավաքած է Վարդան գյուղ է նույն Լելեյամանը որ Կոմիտասը քրի արած է նաև Պարտոկը քրի արած է ես այդ ամբողջը կողքի տնելով համերգի ծրագիր մկազմեցի եւ ելույթ ունեցանք լրագրողները գրեցին այդ մասին մեջը նկարագրեցին որ միգուցե ժամանակն է որ Պարտոկի քրքի անվանումը փոխվի եւ այդքան նյութ եղավ նորեն Գուրգեն Մարգարյանի մասին եւ բادرազմի մասին, ցեղասպանության մասին եւ այլն երկու թերթ գրեցին ամենակարևոր թերթերն էին 100,000-ավոր մարդկանց հասանելիությամբ եւ մեր համերգեն մի քանի օր հետո Հունգարիայի Բեդութենեն միջամտություն եղավ որ քերիներ արձակեն եւ մի քանի քերիներ արձակեցին այդ օրերուն հիշեմ գապ ունի թե գապ չունի ես անմիջականորեն չեմ գնալ թե գապ ունի փաստացի բայց գիտեմ որ գապ ունի որովհետև շատ մեծ աղմուկ էր ասփաները շատ կարևոր են կամ լա եւ աս թեման highlight պետք է մարդիկ պետք է խոսին այս մասին որովհետև այն դեղը ուրթուն զենքով չես կրնար մտնել կրնաս երաշտական կորձիկով մտնել ի վերջո ժողովուրդները պիտի խոսին իրար հետ ինչ ալլան բայմներ նույնը կոնցերտ Կեբաուի բարակային Ամստերդամում որ նշեցի
երբ Դեն Հագի թադավորներ կհրավիրվին եւ Փեմեն անշուշտ երախտագիտություն խոսք ունեցա եւ ամբողջ համերգը երախտագիտությամբ շնորհակալության համերգ էր հոլանդացի ժողովրդին, որ իրենք հայությանը կողքին էին, արցախցիներու կողքին էին։ Զգացական բահը շատ կարևոր է եւ մենք պետք չէ թերակնահատենք, որտեւ մարդը էությամբ նույնն է։ Միայն քիդակի ցևով չէ, որ ինքը կշարժի։ Geopolitics-ը շատ կարևոր բան է։ Մարդը ծրագիր կմշակի եւ այլն, բայց այս sympathy բահը զգացմունքի վրա մարդու աստելու շատ կարևոր է եւ երաժշտությունը ամենակարևոր գործիքները մեկն է, որտեղ անմիջականորեն կաստի։ Թուն այդ պահին ինչ կրծար մեսեջ ասեն, թուն գրնաս այդ մարդոց բարձաբես երթալ վարգյան մխնդրել խոսք մսել։ Ոչ, բայց Փեմին վրա, երբ որ իրենք բոլորը նստած են, թուն ինչ ուզես կրնաս ասես։ Եվ խոսքդ դեր կհասնի, անշուշտ Անգերց խոսենք։ Հետաքրական փորձառություններու մասին խոսեցար, ես նաև պիտի ուզեի հարցնել մեր այս հաղորդումեն իդ կանոնք, որ հետևեցան Գյուրջիև անսամբլի որ գդորը կարաչարգես որ լսեն։ Մեր ուրեմն 3 ցայնակրություն ունենք, ամեն Spotify-ի, Amazon-ի վրա ամեն տեղ կա, Գյուրջիևի երաժշտությունը մեկը կոչվի Մույսը Զարթիր, Գյուրջիև անսամբլ, երրորդը Կոմիդաս Գյուրջիև անսամբլ եւ YouTube-ի վրա կա Գյուրջիև անսամբլ Քարահունչի տարածքի մեջ ցայնակրած եւ Զարթիր Գյուրջիև անսամբլ YouTube-ի վրա կա։ Իթեպ կուզեմ նաև նշել, որ շատ կարևոր է այս հանգամանքը, որ յուրաքանչյուր անսամբլ ունի կրնա կոյադեվել բարձրապես հովանավորներ ունենալով։ Մեր երկու ցայնակրությունները Կոմիդաս եւ Զարթիրը Գուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ եղած է ցայնակրությունները եւ մի քանի տարի նաև ունեցած ենք գերմանացի հովանավորներ Սուզաննա Հինրիշ, որ մեր համերգներից մեկի բելգիական համերգից հետո ինքը անցամբ մոդիկացավ, նշելով, որ շատ կարևոր գործ է ցերազը, ինչով կրնամ նեցուկ լալ։ Շատ բացառիկ դեպք է, որովհետև հայկական երաժշտություն ինչին պետք է հետաքրքրե գերմանացուն, բայց երաժշտությունը բոլորի լեզուն է, համամարտկային է, բայց առաջնահերթ մեզի պետք է հետաքրքրե, բայց այս ազնիվ կինը ինքը աջակցելով մենք կրցանք շատ բաներ իրագործել եւ անշուշտ Գյուլբենկյան հիմնադրամը, որ շատ կարեւոր։ Շնորհակալ եմ, անգերց խոսեցանք, հարգելի ագնտիրներ, հյուրս եկեք անգերց խոսինք այսօր Լևոն Էսկենյանն էր, նաև ավարտինս եմ, որ այս հաղորդումները անհնար պիտի լար արձանագրել առանց Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության անմիջական նեցուգին եւ օժանդակության։ Նաև հորդորս է, խնդրանքս է, որ դարազեք մեր տեսանյութերը, լայք մսեղմեք, մեկնաբանություն մգադարեք, անշուշտ միշտ գիրտ ոճով եւ այդպիսով խտանած գլակ արևելքի անգախ մամուլի մեր առաքելությունը։ Բարի մեծես։